Տավուշի մարզի նոյեմբերյան համայնքի Արջիս բնակավայրի Ճալա կոչվող գյուղատնտեսական գոտին է Դեբետ գետի ափին։ Այստեղ հիմնականում այգիներ են, որոնք անցած տարվա հեղեղումներից հետո մեծ վնասներ են կրել ու մինչ օրս չեն վերականգնվել։ Սամվել Մարտիրոսյանի այգու մոտ ենք։ 3700 մետր տարածք եղել, մոտ կեսը վնասվել է։ Վնասվել ասելով ծառերի մի մասը արմատախիլ է արվել, մի մասն էլ այնից անմխիթար վիճակում ասենք լրիվ sense աղբի տակ մնացել է, ավազի տակ է մնացել, որն արդեն պիտանի ծառեր չեն։ Ժամանակի ընթացքում նրանք էլ կչորանան։ Գյուղացիների մեծ մասը տուժվել, ասենք Դեպետի հովտում էս կողքին ինչքան որ ցախ մասում, աջ մասում ինչքան որ այգիներ կան, ներքևի մաս սահմանակից մասերը լրիվ տուժվել են։ Կա այգիներ, որոնք թանապես գոյություն չունեն։ Ոչ միայն ծառերը, այլ հողն էլ քշել տարել է։ Այդ հողամասն չկա։ Ավելի շատ ֆիզիկալ տանջանք են կրել։ Այդ լրիվ զիբիլը, տիղմը Vedroներով հանել են վերել։ Ոմանց այգիների մի մասն էլ գետի տակ է անցել։ Անցած տարվա հեղեղումներից հետո Դեբետի հունը շատ է ընդարձակվել։ Որոշ այգետերեր չեն էլ շտապում այգիները վերականգնել, նորից ծառեր տնկել։ Գետի մերձակա այս հատվածում օրինակ ջրի բերած աղբն ու տիղմը այդպես էլ մնացել են, ամենուր ավազ է։ Գետամերձ որոշ հատվածներ անապատացել են ու դժվար թե կրկին վերականգնվեն։ Կեսը վնասվել է, ճիշտ է։ Իսկ մյուս մասն էլ մշակելու հնարավորություն չէ, որովհետև բերել տիղմ է լցրել, ջրելու հնարավորություն չկար։ Այս լրիվ գետի բերած աղբը մեջ չգիտես մտնես այգի չմտնես, որովհետև ամենտեսակ օծու կենթանել կար մեջները։ Դե մնացել է անմշտար, անմշակ վիճակում։ Այգետերերը փոխհատուցում ստացել են, բայց ասում են իրենց ակնկալած բերքի եկամուտին անհամարժեք։ Չեն հասկանում, թե կառավարությունն ինչպես է հաշվարկել, որ ավելի շատ վնաս կրած այգուն ավելի քիչ փոխհատուցում է տրվել, քան հարևանությամբ գտնվող ու ավելի քիչ վնաս կրածին։ Ասում են փոխհատուցումը եղել է ծառերի քանակով, ըստ տեսակների առանց հաշվի առնելու վնասված ենթակառուցվածքները։ 2300 մետր այն տարածքը մոտավոր 600-ից 800,000 դրամի բերք է ստանում, 29000 դրամ փոխհատուցեցին ընդամենը։ Քանի ծառեր կա այդ տարածքում ձեր։ 50 ծառեր։ Հիմնականում ինչ ծառեր։ Հոնի։ Շատ ծառեր հիմա 8500 դրամ, վնասված ծառեր հիմա 1500 դրամ։ Ասենք այնտեղ հատապտուղ բան տենց տնկիների հիմա 300 Այսինքն ամբողջը ինչ կան, ասենք ձեր եկամուտն ինչքան պիտի լիներ այդ կանից։ Դե եկամուտը, ասենք այդքանը մի տարվա եկամուտ, մի տարվա եկամուտ փոխհատուցել են։ Այդ իմ ծառերը ասենք 20 տարեկան։ Իրար կողքի կպածին մեկուն 30 են տվել, մեկին 100։ Չես կարող։ Մի ծառի քանակով։ Չգիտեմ, ինչի քանակով ինչով։ Շատ տարբեր, ասենք փոխհատուցումներ են արել, որ անհասկանալի ընդհանրապես։ Այս 10 տարեկան ծառեր 1500 մետր, այ ծառեր հետը փոկե տարել է։ Ինչքան են փոխհատուցել այդ քանի դիմաց։ Ինչքան 200,000 են տվել թե ինչ։ Կոնկրետ չեմ հիշում։ Փոխհատուցումը որ տվել են դա 10%-ն էլ չի կազմում։ Փոխհատուցումը չի համար այդ տարվա կորցրած բերքի համար, թե ընդհանուր տված վնասի համար։ Բերեք մենք ճիշտ հասկանանք այդ բանը, որովհետև հասցրած վնասը ավելի մեծ է։ Այգետերերը թեև դժգոհ են ստացած փոխհատուցումից, բայց իրենց բողոքը չեն պատրաստվում վիճարկել դատարանում։ Ասում են անիմաստ է։ Հիմա երկընտրանքի առջև են, շարունակեն այգեգործությամբ զբաղվել, թե ոչ, առավել ևս, որ նոր հեղեղումների վտանգից ապահովագրված չեն։ Ինձ նման ժողովուրդը հուսահատ վիճակում է։ Չգիտի նորից ինչ որ բան ձեռնարկի, թե չձեռնարկի։ Մեկը ես նայեք, ոչ մի բան չկա հարած։ Ու չգիտեմ անեմ թե չանեմ, որովհետև մի փոքր գետը վարարեց, էլի մեջն է, որովհետև ջրապաշտպան պատմեջ չկա։ Ցանկացած վարելու դեպքում էլի նույն պատմությունն արելու։ Այսինքն մենք ամեն տարի ծառ տնկենք, ամեն տարի հեղեղի վարարի, ինչի համար։ Ռիսկ կա, 100%-ով կա։ 100%-ով մեծ սար ունենք, լալվար սարը ծնած է։ Հեղեղումին մայիսից սկսելու է։ Ինչ դիլիստ։ Դուք մենակ այդ հեղեղման բախտը կայք ստիտեն, այ ինչա կատարվում։ Այս որ մենք ստի սենց կանգնած ենք, մեզանից բարձրի ջուրը ստի գնում էր։ Էս էլ, ահա, գետն, ահա։ Ինչ հույսով ես ստի այգի սարքեմ։
Ջրի մակարդակը բավականին բարձր է, ընդամենը 15 սանտիմետր է ցածր Արջիստ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանի այգու մակարդակից։ Վարարման վտանգը մեծ է նաև այն պատճառով, որ այս հատվածներում ջրապաշտպան պատնեշներ չկան։ Ըստ բնակիչների անցած տարվա վարարումներից հետո ի հայտ եկած խնդիրներին ոչ թե հիմնավոր, այլ ընդամենը կիսատ-պռատ ժամանակավոր լուծումներ են տրվել։ Էլելա, ստիպարի սպելելա, բայց շատ կարճ հատված, բայց որ մի քիչ վերևից սենց, բարի սարքվի, մի տեղ այն տունը որ կա, մի քիչ ջուրը հեղեղվեց, երկրորդ հարգը մեջնա։ Ես չեմ ասում, ուր մնաց այգին։ Լավ, ասենք ես իմ հատվածի իմ տարածքը սարքեցի, բա հետո կողքերից այն վերևից մտավ իմ սարքած այսպես սիրուն գցելու է ջուրն ասի, դե գնա։ Միասնական պետք է, միասնական կանգնենք, սարքենք ու ապահովի։ Հայաստանի Հանրապետության ամենաջրառատ գետը Դեբեդը հոսում է Լոռու Տավուշի մարզերի եւ Վրաստանի տարածքներով։ Հայաստանում ունի 152 կիլոմետր երկարություն, ռոռոկման կարևոր նշանակությամբ։ Երկար տարիներ խոսվում է գետի աղտոտվածության եւ հեղեղումների վտանգի մասին, բայց այս խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում։ Դեբեդ գետը ինքը տեղային խնդիր չի, ինքը չի պատկանում որևէ մի համայնքի, որ ասենք օրինակ տեղային համայնքային մակարդակով այդ խնդիրը մենք կարողանանք լուծել, դրա համար այստեղ պետք է պետական մոտեցում։ Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը մեդիա արշավի միջոցով կրկին անգամ կառավարության ուշադրությունն է հրավիրում Դեբեդի խնդիրներին, որպիսի գործադիրը մշակի գետի էկոհամակարգի պահպանման եւ հոգատարության ազգային ռազմավարությունը, ինչը թույլ կտա ունենալ առանձին օրենք Դեբեդի մասին, ինչպես օրինակ կա օրենք Սևանա լճի մասին։ Կարինե Կազարովա, Էդգար Գալստյան, Ռեգիոն TV, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք։